Փառք Տիրոջը, այսօրվա իմ պատգամը վերնագրել եմ այսպես. Աստված գրեց։ Հետաքրքիր մի խոսք է, միգուցե ձեզանից շատերը հարցնեն, թե Աստված ինչ գրեց։ Ես կուզենամ, որպեսզի մենք միասին բացենք Օվսիա մարգարեության 8-րդ գլխի 12-րդ համարը։ Եվ 12-րդ համարում գրված է. Եվ ես նրան գրեցի իմ բյուրավոր օրենքները, սակայն դրանք օտարոտի համարվեցին։ Առաջի շեշտադրումը, որ ուզում եմ անել, որ ես գրեցի, սա գալիս է Աստծուց։ Օվսիա մարգարեն փոխանցում է Աստծո խոսքերը Իսրայելին, հրյա ժողովրդին, եւ ասում է ես գրեցի։ Երբ որ մենք բացում ենք մեր Աստվածաշունչը, մենք տեսնում ենք բազում անուններ, 40 տարբեր հեղինակներ, որ գրել են Աստվածաշունչը, Մովսեսը, Դավիթը, Պողոսը, Հակոբոսը, Պետրոսը, բայց նրանք միայն փոխանցել են ամենակալ Աստծո խոսքը, Սուրբ Հոգու կողմից ներշնչված, Սուրբ Հոգու կողմից թելադրված, նրանք միայն գրել են, բայց նրա հեղինակը Աստված է։ Սա գրվել է ամենակալ Աստծո մատով եւ թելադրված է Սուրբ Հոգու կողմից։ Աստվածաշունչը, որ հիմա իմ ձեռքերում է, սիրելիներ, սա անսխալական գիրք է։ Ամեն։ Գիտեք, շատ լավ գրքեր կան, բազում լավ գրքեր կան։ Եվ հիշում եմ աշխարհարչակ քարոզիչ Չարլզ Սպերջենը ասում էր, որ այցելեք լավ գրքեր եւ բազում լավ գրքեր, բայց ապրեք Աստվածաշնչով։ Ինչու է սա անսխալական գիրք, որովհետեւ Աստված է, անսխալական Աստված է գրել այս գիրքը։ Գիտեք, շատ լավ գրքեր կան, բայց դրանք, քանի որ մարդն է գրել, դրանք սխալական են, դրանց մեջ սխալներ կան, որովհետև սխալական մարդը չի կարող անսխալական գիրք գրել։ Եվ քանի որ սա Աստծո խոսքն է, սա բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված, ամենաշատ հրատարակված եւ թարգմանված տարբեր լեզուներով, ամենաշատ մեկնաբանված, ամենաթանկ գնով գրված գիրքն է, բայց միևնույն ժամանակ նաև ամենաշատ քննադատված, ամենաշատ ծաղրված եւ ամենաշատ հալածված գիրքն է։ Ինչու? Որովհետեւ ես գրեցի, Տերն ասում է ես գրեցի։ Քանի որ Տերն է գրել, Սատանան ամբողջ սրտով նողկում եւ ատում է Աստծո խոսքից։ Նա բոլոր ժամանակների ընթացքում ցանկացել է ոչնչացնել Աստծո խոսքը։ Եվ դրա համար նա շատ տարբեր մարդկանց միջոցով գործել է։ Դրանցից մեկը 303 թվականի հռոմեական կայսր Դիոկլետիանոսն էր, որի հալածանքները, որը նա սկսեց քրիստոնյաների դեմ, կոչվում է մեծ հալածանքը։ Ինչ արեց նա 303 թվականին նա նպատակադրվեց արմատախիլ անել քրիստոնյաներին եւ սուրբ գրքերը։ Նա հանձնաժողովներ ստեղծեց եւ հրովարտակ գրեց, որով ասվում էր, որ սուրբ գրությունները, բոլոր սուրբ գրությունները այս ժամանակվա պետք է հայտնաբերվեն, առգրավեն եւ ոչնչացվեն, այրվեն։ Նա նաև ասեց, որ պետք է քանդվեն քրիստոնյաների բոլոր հավաքատեղիները, աղոթատեղիները եւ եկեղեցիները։ Քրիստոնյաները, որ ապրում էին հռոմեական կայսրության մեջ, զրկվեցին քաղաքացիական իրավունքներից եւ նաև պետական պաշտոնյաներից, ովքեր որ աշխատում էին։ Եվ նա պայման դրեց, ասեց այն քրիստոնյաները, այն ծառայողները, որոնք կբերեն սուրբ գրությունները, կամովի կհանձնեն, նրանք կազատվեն մահապատժից եւ հետապնդումից։ Եվ այն եկեղեցական առաջնորդները, ովքեր հանձնում էին այդ գրքերը այրելու համար, կոչվեցին տրիդատորես, որից էլ առաջացել է անգլերեն դավաճան ինչպես էր, traitor բառը։ Այսինքն մարդիկ կային, որ եկեղեցում էին, բայց նրանք դավաճանեցին իրենց արժեքները եւ սեփական ձեռքերով բերեցին Աստծո խոսքը, որպեսզի նրանք այրեն կրակի վրա։ Եվ գիտեք ինչ եղավ։ Մի պահ եկավ, որ այս կայսրին թվաց, թե նա հաղթանակ է տարել Աստծո խոսքի հանդեպ, որովհետև նրան զեկուցեցին, որ բոլոր սուրբ գրությունները առգրաված են եւ ոչնչացված են։ Եվ նա այդ կապակցությամբ մի մետաղադրամ թողարկեց եւ մետաղադրամի մի կողմում գրեց. Քրիստոնեական կրոնը ամենուր ոչնչացված է, վերականգնված է աստվածների պաշտամունքը, հռոմեական աստվածների պաշտամունքը։ Նա հպարտացավ, նրան թվաց, թե
ինքը ավելի մեծ հաջողություն ունեցավ, քան իր նախորդները Ներոնը եւ Գայոսը կամ Դեկոսը։ Նա մտածում էր, որ ինքը ավարտին հասցրեց այն կայսերների գործը, որոնք չկարողացան ավարտին հասցնել։ Բայց տեսեք, հետաքրքիր մի բան է, եթե դու ուզում ես ոչնչացնել Աստծո խոսքը, պատմությունը կարող է կտրուկ շրջադարձեր ունենա։ Եվ պատմության շրջադարձը ինչ ստացվեց։ Մի քանի տարի հետո նա ծանր հիվանդացավ եւ հրաժարվեց գահից։ Միակ կայսրն ա եղել, որ ինքնակամ հրաժարվել է թագավորությունից եւ գահից։ Այնինչ տեղի ունեցավ հաջորդ 10 տարիների ընթացքում համարվում է պատմության ամենամեծ պարադոքսներից մեկը։ Ընդամենը 10 տարի հետո 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեություն այդ նույն հռոմեական կայսրությունում դարձավ թույլատրելի կրոն, իսկ ավելի ուշ որպես պետական կրոն։ Սա Աստծո պատասխանն է այն մարդկանց, ովքեր փորձում են ոչնչացնել Աստծո խոսքը։ Եվ 325 թվականին, երբ որ արդեն կայսրը փոխվել էր եւ Կոստանդիոնոս մեծ կայսրն էր այդ ժամանակ տիրում հռոմեական կայսրությունում, նրա նախաձեռնությամբ տեղի ունեցավ Նիկիայի տիեզերական ժողովը, եւ այդ ժողովին նա անձամբ էր ընդունում այն մասնակիցներին, որոնք եկել էին այդտեղ իրենց մարմնի վրա կրելով դեռևս Դիոկլետիանոսի հալածանքների հետևանքները, նրանցից շատերը չունեին աչքեր եւ վերջույթներ։ Այս դաժան հալածանքները սակայն ինչ արեցին, Տերը պատտեց ի բարին եկեղեցու համար։ Տերը այս դաժան հալածանքների ժամանակ մաքրեց եկեղեցին դավաճաններից եւ տկար քրիստոնյաներից։ Գիտեք, Ջոն Ուիկլիֆ մի մարդ կար Անգլիայում։ Ես չգիտեմ դուք լսել եք Ջոն Ուիկլիֆին, թե չէ, նա համարվում է մեծ ռեֆորմատորներից մեկը։ Մենք հաճախ Մարտին Լյութերի անունը գիտենք, բայց Ջոն Ուիկլիֆը այն անձանցից էր, որ հող նախապատրաստեց, որ Մարտին Լյութերը նաև այդ հողի վրա գա եւ բարեփոխումներ իրականացնի։ Այս մարդը փափագում էր, որպեսզի Աստծո խոսքը անգլիացիներին, բրիտանացիներին հասանելի լինի, որովհետև այդ ժամանակ միայն լատիներեն թարգմանությունն էր Վուլգատա, որը արդեն մահացող լեզու էր, եւ շատ մարդիկ հասարակ ժողովուրդը չէին կարողանում կարդալ, որովհետև լատիներեն կարողանում էին կարդալ հատուկ հոգեվարականները եւ գիտնականները, միայն նրանք գիտեին այդ լեզուն։ Եվ նա փափագում էր, որպեսզի Աստծո խոսքը թարգմանի, որ բոլորին հասանելի լինի։ Նա ասում էր, որ ամեն մեկը պետք է իրավունք ունենա կարդալ Աստվածաշունչ։ Վատ բան չէր ցանկանում, չէ՞ մարդը, բայց սատանան այնքան է ատում Աստծո խոսքը, որ նա ամեն բան արեց, որպեսզի Ուիկլիֆին սպանեն, ոչնչացնեն։ Նրան համարեցին կաթոլիկ եկեղեցին, նրան համարեց հերետիկոս, 3 անգամ կանգնացրեցին կրոնական դատարանի առջև, բայց քանի որ բրիտանացիները թասբով ժողովուրդ էին եւ պաշտպանում էին Ջոն Ուիկլիֆին եւ ուժեղ հովանավորներ ուներ, նա խուսանավեց մահից։ Բայց տեսեք, չարը ինչպես է գործում։ Անկամ իր մահից հետո, ինքը իր մահով մահացավ, 30 տարի հետո իր մահից հետո կաթոլիկ եկեղեցին համաձայնություն ձեռք բերեց այն ժամանակվա Բրիտանիայի, Անգլիայի իշխանությունների հետ եւ գնեցին գերեզմանը Ջոն Ուիկլիֆի։ Գերեզմանը գնեցին, քանդեցին գերեզմանը, հանեցին Ջոն Ուիկլիֆի ոսկորները, նզովեցին, անիծեցին, այրեցին, շաղ տվեցին Սուիվ գետի մեջ։ Այսքան ատելությամբ լցված մի անձնավորության հանդեպ, ով ընդամենը հանդգնել է թարգմանել Աստծո խոսքը։ Եվ իր ժամանակակիցներն ասում են, ինչպես որ Ջոն Ուիկլիֆի մոխիրները, այրված մոխիրները գետը, Սուիվ գետը տարավ, այնպես է նրա գաղափարները գետի նման գնացին եւ տարածվեցին եւ նրա դեմը ոչ մեկ չկարողացավ կանգնել։ Այսօր բրիտանացիները Աստվածաշունչ անգլերեն ունեն նաև իր շնորհիվ Ջոն Ուիկլիֆի նման մարդուն։ Ես կուզենամ նաև 2 կարճ բան ասել Մարտին Լյութերի մասին, ով ռեֆորմացիայի, գիտեք, 5 հիմնարար սկզբունքները, երբ որ հռչակեց, դրանցից մեկը հնչում էր այսպես. Sola Scriptura, առաջինը Sola Scriptura, այսինքն միայն հայերեն թարգմանած նշանակում է միայն գրվածքները։ Ինչ էր նշանակում Մարտին Լյութերի համար միայն գրվածքները, ինչպես էր նա վերաբերվում Աստվածաշնչին։
Նա ասում էր, որ քրիստոնյայի հավատացյալի կյանքում բացարձակ, անսխալական եւ միակ հեղինակությունը դա Աստվածաշունչն է։ Հռոմի պապի հրովարտակը, Հռոմի պապի քարոզները, Սասուն եղբոր քարոզները, Չարլզ Սպերջենի քարոզները, մեկնաբանող բոլոր գրքերը ոչ մի բան չի կարող հավասարը լինել Աստվածաշնչի հետ։ Եկեղեցական ավանդույթները, կարծիքները մարդկանց չեն կարող հավասար լինել Աստվածաշնչի հետ։ Ես ինչու այս պատմական անդրադարձը արեցի, ոչ թե որպեսզի այսօր դասախոսություն կարդամ քարոզի ընթացքում, այլ որպեսզի ցույց տամ, թե ինչպես են վերաբերվել մեզանից առաջ ապրած սուրբերը Աստվածաշնչին, Աստծո խոսքին, եւ ինչպես է դրան վերաբերվել սատանան։ Ես հիմա առաջարկում եմ, որ մենք միասին մի պահ մտովի, գուցե երևակայությամբ տեղափոխվենք անապատ, որտեղ փորձիչը մոտենալու է մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին փորձելու եւ տեսնենք, թե ինչպես էր վերաբերվում մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը Աստծո խոսքին։ Ես չեմ կարդա, բայց կասեմ, ինչ տեղի ունեցավ, սատանան մոտեցավ 40 օր հետո, երբ որ Հիսուսը սովածացավ, եւ նա մոտեցավ իր հարցը այսպես տվեց. Եթե Աստծո որդին ես, ասա, որ այս քարերը հաց դառնան։ Դու գիտեք, որ եթեն սատանայի ամենասիրելի խոսքն է։ Նա կասկածամիտների իշխանն է, սկեպտիկների իշխանն է, եւ նա միշտ իր խոսքը սկսում է եթեյով, կասկածներ հարուցելով։ Գիտեք, Հիսուսը հայտնվել էր դժվարությունների մեջ, անապատում, ինչպես կարող է Հիսուսը հայտնվել անապատում։ Շատերը այսօր խոսում են, որ քրիստոնյաներին միայն բարօրություն է սպասվում, միայն բարգավաճում, բայց մենք տեսնում ենք, որ Քրիստոսը, մեր Տեր ու Փրկիչը հայտնվել է անապատում, եւ սատանան արտաքին դժվարությունները օգտագործելով փորձում է նրա մեջ կասկածներ հարուցել։ Գիտեք, արտաքին դժվարությունները, կարիքը, նեղությունները սատանայի համար ծանրակշիռ փաստարկներ են։ Եթե Աստծո որդին ես, ինչու ես անապատում եւ ինչու ես սոված։ Կարիքը, ասում են, օրենք չի ճանաչում։ Կարիքի մեջ ես, օրենքներ չկան։ Ասա, ապացուցիր, որ Աստծո որդին ես։ Ուշադրություն դարձրեք, որ սատանան չի ասում աղոթիր հորը, նրան խնդրի, որ այս քարերը հաց դարձրա։ Դու ասա, սեփական նախաձեռնություն դրսևորի։ Դու ինքդ պետք է իրավիճակը վերցնես քո ձեռքերի մեջ եւ ասես. հույսդ Աստծո վրա մի դիր, դու ասա։ Պատասխանը ինչպես էր պատասխանը մեր Տիրոջ, գրված է, պարզում է դրոշակը մեր Տեր ու Փրկիչ Հիսուսը, գրված է, ոչ միայն հացով կապրի մարդ։ Գիտեք, նա Աստծո որդի լինելու բազմաթիվ ապացույցներ կարող էր բերել սատանային։ Նա կարող էր ասել. այս սատանա, դու չես հիշում, որ ես Հորդանանի գետից, որ դուրս եկա, աղավնին էլ եկավ նստեց իմ վրա, երկնքից այնպիսի մի ձայն եկա, որ ամբողջ երկրագունդը լսեցին, դու չլսեցիր խուլը ականջներդ, չլսեցիր, որ այնտեղ ասում է, դա է իմ սիրելի որդին, դրան մտիկ արեք։ Նա այդ դեպքը չհիշատակեց, նա միայն ասում է, գրված է, բավարար է միայն գրվածը, նա գրվածներին պատիվ է տալիս։ Հիսուս Քրիստոսի խոսքը նա հավիտենական խոսքն է, նա կարող էր մի խոսքով սատանային դժոխք ուղարկել իր խոսքով, բայց նա պատիվ է տալիս երկրորդ օրինաց գրքին եւ մեջբերումը անում է հենց երկրորդ օրինաց գրքից։ Նա կիրառում է հոգու սուրը, որ Պողոս առաքյալը հետո պետք է ասեր, դա Աստծո խոսքն է։ Հոգու սուրը, որ Աստծո խոսքն է։ Գիտեք, Դավիթը, երբ որ փախուստի մեջ էր, Սավուղից փախ էր լինում, երբ որ նա տեսավ Գողիաթի սուրը, մի բան ասեց, դրա նմանը չկա, տվեք ինձ։ Երբ որ մենք տեսնում ենք Աստվածաշունչը, պետք է ասենք, դրա նմանը չկա, տվեք ինձ այս սուրը։ Հիսուսը նաև հրեշտակների օգնությանը չդիմեց, տեսեք իր իմաստությունը։ Նա կարող չէ երկնքից 12 գունդ հրեշտակների խնդրեր, ասեր, եկեք օգնության։ Բայց այդ դեպքում մենք կմտածենք, դե կասենք, իր հնարավորությունները ուր, մեր հնարավորությունները ուր։ Իր հնարավորությունները շատ էին, բայց նա
օգտագործում է մի գործիք, որը հասանելի է այստեղ նստած յուրաքանչյուրին։ Հասանելի է անգամ ամենատկար քրիստոնյային։ Նա ցույց է տալիս, որ Աստվածաշունչը բավարար է ցանկացած պատերազմի եւ մարտի համար, ցանկացած իրավիճակի համար։ Նա նաև չդիմեց փիլիսոփայությանը, ճարտասանությանը, տրամաբանությանը, իմաստությանը։ Նա առատությամբ այդ ամենը ուներ, բայց միայն գրված է, դա բավարար էր։ Նա ընտրեց Աստծո սուրը, մենք այսօր պետք է մեր մարդկային փայտի սուրերը մի կողմ դնենք, մարդկային տրամաբանության, ճարտասանության եւ ապավինենք Աստծո խոսքին։ Հետո ինչ ա լինում, տեսեք, շատ հետաքրքիր մի բան տեղի ունեցավ։ Երկրորդ փորձությունն է գալիս, անմիջապես, թվում է հաղթանակ եկավ, ազատագրումը պետք է գա, երկրորդ փորձությունն է գալիս, եւ այստեղ սատանան, քանի որ շատ խորամանկ է, փոխում է մարտավարությունը։ Բացի այն, որ նա փոխում է տեղը, որովհետեւ գրված է, որ նա տարավ տաճար, սուրբ քաղաք, բարձր աշտարակի վրա, նաև նա տեսնելով, որ Հիսուս Քրիստոսը հղում է անում Աստվածաշնչին, իր երկրորդ փորձության ժամանակ նա նույնպես մեջբերում է անում Սուրբ գրքից։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է գրած, այնտեղ գրված է, որ Սուրբ քաղաք տարավ։ Գիտեք, Սուրբ քաղաքի մեջ նաև փորձություն տեղի ունեցավ։ Փորձությունը կարող է գալ եւ անապատում, եւ սուրբ վայրում, երբ որ դու չես սպասում։ Մի բան ասեմ զարմանակ, փորձությունը հենց հիմա էլ, որ դու եկեղեցում նստած ես, եկեղեցում էլ կարող է գալ։ Սուրբ վայրում կարող է գալ այդ փորձությունը։ Փորձությունը սատանան մտավ անգամ սուրբ պարտեզ։ Նա մտավ Եդեմի պարտեզ։ Դրա համար մենք պետք է զգոն լինենք, թե կապ չունի, մենք անապատում ենք գտնվում, թե մեզ թվում է, որ մենք ճախրում ենք, մենք կանգնած ենք, մենք բարձր տեղերում ենք եւ երբեք չենք ընկնի։ Տեսեք, գրված է նաեւ, որ սատանան տարավ Հիսուսին։ Ես չեմ կարծում, որ նա բռնի ուժ կիրառեց Հիսուսին տարավ, ստիպեց, որ Հիսուսը իր հետ գնա։ Ես կարծում եմ, սա իմ կարծիքն է, որ Հիսուսը գնաց սատանայի հետ առանց բռնի ուժ կիրառելու մի պատճառով, որպեսզի հաղթի սատանային։ Եվ նա այս անգամ ինչ է անում, հանապատ էր, առաջի փորձության ժամանակ անապատ է, ոչ ոք մեզ չի տեսնում, ես ու դու ենք, միայն պետք է քարերը հաց սարքես եւ վերջ։ Բայց հիմա նա տանում է հանրային վայր, բազմամարդ մի քաղաք, Երուսաղեմ, եւ առաջարկում է հայտնիություն, որպեսզի Հիսուսը գրավի բոլորի ուշադրությունը, այս անգամ ոչ թե անապատն է, այլ աշխարհի ամենագերազանց միգուցե ամբիոնն է կամ բեմն է։ Հաճախ մարդուն ինչ են անում, հաջողությունները հպարտացնում են։ Բարձր տեղից մարդը գլխապտույտներ է ունենում։ Ուշադրություն դարձրեք, որ ոնց է գործում սատանան։ Աստված մեզ խոնարեցնում է, որպեսզի մեզ բարձրացնի։ Սատանան հակառակն է անում, բարձրացնում է, որպեսզի մեզ ընտեղից ցած նետի։ Եվ ինչ է ասում նա։ Նա ասում է, եթե Աստծո որդին ես, քեզ ցած նետիր։ Հայտնվիր աշխարհին, ցույց տուր քեզ, ապացուցիր, որ դու Աստծո որդին ես։ Հարուցիր մարդկանց հիացմունքը, որովհետև մարդիկ կանգնած են տաճարում, աղոթք են անում, տեսնում են մեկը երկնքից իջնում է, հրեշտակներն էլ ձեռքերի վրա վերցնում են իրան, ահա քեզ հրաշալի ծառայության սկիզբ։ Հրյաները արագ կհամոզվեն, որ դու Մեսիան ես, որ դու փրկիչն ես, սրանից էլ ինչ լավ առաջարկ։ Նկատեք մի հետաքրքիր բան, որ այստեղ տեղի է ունենում, որ սատանան ինքը կարող էր հրել եւ ցած գցել Հիսուսին։ Կարող էր, տեսականորեն կարող էր, բայց նա առաջարկում է, ասում է, դու քեզ ցած նետիր։ Գիտեք ինչու, որովհետև եթե ինքը ցած նետեր Հիսուսին, դրանով իր նպատակին չէր հասնի։ Այդ դեպքում Հիսուսը չէր մեղանչի, չէր շեղվի ճանապարհից։ Եվ այստեղից ուզում եմ մի շատ կարևոր բան ասել. ոչ ոք, անգամ սատանան, ձեզ չի կարող ցած նետել, եթե դու ինքդ քեզ ցած չես նետում։ Ամեն։
Նա կարող է քեզ միայն առաջարկել, ասել, բայց նա քեզ չի կարող պարտադրել ցած նետվիր։ Հաճախ քրիստոնյաները իրենց ցանկություններից, չար ցանկություններից մեղքերի մեջ են ընկնում, շատ ցած են ընկնում եւ այդ ամեն ինչը գցում են սատանայի վրա։ Սա մի քիչ հումորային ընդունեք, սատանան էլ ասում է ես գործ չունեմ, տեղյակ չեմ։ Ինքն է, ես չեմ գցել իրան։ Ինքն է գցել, ես առաջարկել եմ։ Այդպիսի մի հատ անեկդոտ էլ կա, որ տեսնում են սատանան միտեղ նստած է, գալիս են ասում են, այ անտեր ինչի ես տխուր նստած լաց ես լնում, ասում այս քրիստոնյաները ինչ անում են, գցում են վրես։ Հիմա շատ դեպքերում ինքը մեզ ցած չի գցել, մենք մեր սեփական ցանկություններից դրդված ինքներս ցած ենք գցում մեզ եւ յուրաքանչյուր մարդ փորձում է իր ցանկություններից։ Ուշադրություն դարձրեք հետեւյալ շատ կարևոր մի բանի վրա, մի հանգամանքի վրա, որ սատանան մեջ բերում է այստեղ Աստծո խոսքից։ Որտեղից է մեջ բերում Սաղմոս 91:11 խոսքից։ Եվ ասում է. «Քեզ ցած նետիր, որովհետև գրված է. իր հրեշտակներին քեզ համար պիտի պատվիրի, եւ նրանք քեզ ձեռների վրա պիտի բարձրացնեն, որ երբեք ոտքդ քարին չխփնես»։ Ամբողջությամբ է մեջ բերում համարը արդյոք։ Ուշադրություն դարձրել եք, որ սատանան միտումնավոր մի հատված բաց է թողնում Սաղմոս 91:11-ից։ Եվ այդ հատվածում գրված է, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Նա լավ գիտեր խոսքը, բայց նա միտումնավոր բաց է թողում այս հատվածը։ Նա ասում է կիսատ ճշմարտությունը։ Նրա խոսքերի մեջ ճշմարտության հատիկ կա, այո կա։ Ճշմարտության բաժին կա, այո կա, բայց նրա խոսքերի մեջ նաև զգալի չափով սուտ կա։ Հրեշտակները կպահեն մեզ միայն այն ժամանակ, երբ որ մենք Տիրոջ ճանապարհների մեջ քայլենք։ Ուրիշ ժամանակ խոստացված չի, որ հրեշտակները մեզ պետք է պահեն։ Իսկ նա միտումնավոր բաց է թողում քո ճանապարհների մեջը, որպեսզի Հիսուսին մոլորության մատնի իր խելքով։ Եվ Հիսուսի պատասխանը դարձյալ հետաքրքիր է, որ երկրորդ օրինացից է։ Եվ Հիսուսն ասում է. «Դարձյալ գրված է. Տիրոջը քո Աստծուն չփորձես»։ Սա չի նշանակում, որ սատանա դու ինձ չփորձես։ Դու կարող ես 1000 անգամ էլ դու ինձ փորձել։ Սա նշանակում է ես իմ Աստծուն չեմ փորձի։ Հետաքրքիր մի բան էլ կա, որ ես այստեղ տեսնում եմ, որ սատանան ասում է գրված է, Հիսուսն էլ է ասում գրված է։ Սա չի նշանակում, որ գրվածը հակասում է գրվածին։ Սատանայի ասած ուշադրություն դարձեք, վերաբերվում է խոստմանը, որ քեզ կպահեն, դա խոստում է, չէ՞, որ դու քեզ գցես, հրեշտակները քեզ կպահեն։ Հիսուսը մեջբերում է պատվիրանը, հղում է անում պատվիրանին։ Հետևաբար սատանայի ասածը պետք է մեկնաբանվի, բացատրվի, կատարվի պատվիրանով։ Հասկանում եք ինչի մասն եմ խոսում։ Մենք հաճախ ինչ ենք անում, մեր տանն էլ սառնանի վրա Աստծո խոստումներից կա կպցրած, օրհնության խոսքեր կան կպցրած, սառնանի վրա, տան ինչ-որ մի անկյունում։ Շատ լավ է, փառք Աստծուն, որ օրհնության խոսքերը, խոստումները մենք պահում ենք, կպցնում ենք, բայց հարց է առաջանում, արդյոք մենք պատվիրանը պահում ենք։ Եթե պատվիրանները չենք պահում, օրհնության խոսքերը մեզ վրա չեն գա, եւ Տերը չի խոստացել, որ հրեշտակները մեզ կպահեն։ Հիսուսը սատանային չի ասում, հետը չի վիճում, նկատել եք, չի ասում, այդպես գրված չի։ Դու աղավաղում ես Սուրբ Գիրքը, այլ սատանային զգալ է տալիս, թե իրականում ինչ է նշանակում գրվածքը, դրանով իսկ շփոթության մատնելով նրան։ Եթե սատանան գալիս է ծուռ մի հատ փայտ է տնկում, ասում է սա ճշմարտությունն է կամ հենասյուն է դնում, դու ուղիղը դիր, ուղիղը կերևա։ Անպայման չի իր հետ վիճես, իր հետ դեբատների մեջ մնաս։ Դու ուղիղը դիր եւ ասա, որ գրված է։ Կուզենամ մի քանի խոսք նաեւ կարճ կիսատ ճշմարտությունների մասին ասել։ Մենք տեսանք սատանան օգտվում է կիսատ ճշմարտությունների կիսատ ճշմարտություններով։
Եվ Ամերիկայի նախագահներից մեկը ասել է, որ կիսատ ճշմարտությունը դա ամենամեծ սուտն է։ Ես համաձայն եմ այս մտքի հետ, եւ աշխարհի ամենամեծագույն չարիքները ոչ թե ակնհայտ ստի պատճառով են տեղի ունեցել, այլ ճշմարտության աղավաղման հետևանքով են տեղի ունեցել։ Տեսեք, կիսատ ճշմարտության օրինակ, ցցուն օրինակ, նա մտնում է Եդեմի պարտեզ եւ ասում է. բնավ չեք մեռնի։ Այլ Աստված գիտի, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աշկերը կբացվեն եւ աստվածների նման կլինեք, բարին եւ չարը իմացող։ Ինչն էր այստեղ կիսատ։ Աշկերը բացվեցին, որ մահը տեսնեն, իմացան չարը, որ մինչև այդ չէին իմանում։ Կամ օրինակ, եւս մեկ օրինակ, Հոբի բարեկամները, երբ որ գալիս են մխիթարելու Հոբին, գիտեք այդ պատմությունը վերջում Աստված բարկանում է Հոբի ընկերների բարեկամների վրա, բայց եթե ծաղկաքաղ անենք, մի նախադասությամբ ամփոփենք, թե ինչ էին ասում Հոբի բարեկամները, նրանք ասում էին, որ Աստված արդար է եւ հատուցելու է յուրաքանչյուրին ըստ իր գործերի։ Ամեն, ամեն։ Սա բացարձակ ճշմարտություն է։ Բայց որտեղ է խնդիրը, որտեղ է կիսատ ճշմարտությունը, եւ ինչու է Աստված բարկանում այս մարդկանց վրա, եթե նրանք ճշմարտությունն են ասում։ Խնդիրը այն բանի մեջ է, որովհետեւ նրանք կարծում են, որ այդ հատուցումը, որ Աստված պետք է հատուցի մարդկանց, անմիջապես տեղի է ունենում այստեղ երկրի վրա, բայց հատուցումներ կա, որ երկրի վրա տեղի չի ունենում։ Եվ նրանք ինչ էին արել, ստեղծել էին մի հատ պարզունակ բանաձև, տառապանք հավասար է մեղք կամ հակառակը, հաջողություն հավասար է արդարություն։ Այսինքն, եթե դու տառապում ես, դու նեղությունների մեջ ես, ուրեմն դու մեղքի մեջ ես։ Եթե դու հաջողում ես, եթե դու բարգավաճում ես, բարօրության մեջ ես ապրում, դու արդար ես, արդարության մեջ ես։ Բայց դրանով նրանք բաց են թողնում աստվածային ինքնիշխանությունը, բաց են թողում այն հատվածը, որ Աստված կարող է փորձել մարդուն, որ արդարը կարող է տառապել հանուն ավելի մեծ նպատակի համար։ Եվ սա էր խնդիրը, որ Աստված բարկացավ նրանց վրա։ Սիրելիներ, սիրելի քույր եւ եղբայրներ, մենք պետք է ընդունենք Աստծո խոսքի բոլոր ճշմարտությունները։ Դա մեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս, անկախ դրանից մենք պետք է ընդունենք դա։ Գուցե այն հատվածը, որ քեզ դուր չի գալիս կամ ինձ դուր չի գալիս, ամենաանհրաժեշտն է մեզ համար։ Հաճախ մենք էլ գուցե այդպես ենք մոտենում Աստվածաշնչին։ Միտեղ դուր չի գալիս, ասում ենք, սա լավ կլիներ, որ հանեինք Աստվածաշնչից։ Այս վերջերս կարդացի այս վերջերս, բայց տարիներ առաջ ա եղել, որ Եվրոպայում ուզում են հռոմեացիների առաջի թուղթը Աստվածաշնչի մեջից հանել։ Ինչու, որովհետև Պողոս առաքյալը այնտեղ անդրադառնում է համասեռամոլներին։ Եվ այդ իսկ պատճառով դուրները չի գալիս, պետքա մի կողմ դնել դա, պետքա հանել, մկրատի տեսությունը պետքա օգտագործել։ Աստվածաշնչում էլ այդպիսի մի դեպք կա, եթե Հովակիմ թագավորին հիշում եք, մենք չենք կարող իր մասին ասել, որ նա երջանկահիշատակ է, որովհետև նա չարիք էր հրյա ժողովրդի համար, եւ այդ ժամանակ մարգարեն Երեմիան էր։ Ինչքան օրհնված թագավոր կարող էր լինել, եթե Երեմիայի խոսքերը լսեր, որը Երեմիայի խոսքերը չէր, Աստծո գրած խոսքերն էր, ուղղակի Երեմիայի միջոցով Աստված փոխանցում էր։ Եվ Երեմիային ասում է, ինչքան պատիվ է, չէ, որ դու նման մարգարե ունենաս, որ քեզ զգուշացնի վտանգների մասին։ Եվ Երեմիան Բարուքի միջոցով գրել է տալիս, ասում է, տար թող կարդան, որպեսզի իմանան, սա նախազգուշացում լինի նրանց համար, զգուշացում, որ չարը գալու է Բաբելոնից, բերում են Հովակիմի մոտ, Հովակիմի օգնականը Հուդին կարդում է այդ թղթերը, Հովակիմը նայում է, կտրում է դպրի դանակով եւ գցում է վառարանը, ասում է, սա ինձ դուր չի գալիս։ Իմ ականջին հաճելի խոսքեր ասեք, որ դուր գա։ Բաբելոնն է գալու բանան, մենք էսա Եգիպտոսին կդիմենք, Եգիպտոսը կգա մեզ օգնության։ Մենք չպետք է այսպես մոտենանք Աստվածաշնչին։ Հովակիմի նման դանակով կամ մկրատով կտրենք եւ նետենք վառարանի մեջ։ Հաճախ նկատել եմ
որ մարդիկ կարող են Աստծո խոսքը վերցնել եւ տանջել Աստծո խոսքը, որպեսզի այն արտահայտի ինչ որ իրենք են ուզում։ Ախր գրված չի դրա մասին, այդտեղ ինքը տանջում է, որ այդ իր ուզածը այդ տեքստից հանի համարից։ Կամ կոնտեքստից են կտրում, կամ էլ մեկ ուրիշ խնդիր էլ կա, բերում են ամեն իմաստ մտցնում են Աստծո խոսքի մեջ, որ այնտեղ չկա։ Ասենք օրինակ 39 դանակների մասնագրած, ուղղակի 39 դանակներ են դրանք։ Պետք չի դրա տակ հոգևոր ինչ-որ մի հատ իմաստ տեսնել եւ անպայման մեկնաբանել դա հոգևոր ձևով։ Ինչևէ մենք պետք է խուսափենք Սուրբ գրային համարներին հոգևոր այսպիսի մեկնաբանություն տալու։ Եվ կուզենամ երրորդ փորձության մասին խոսել, որը ամենածանր փորձությունն էր, որովհետև երրորդ փորձությունն էր եւ առաջարկը գինը, որ առաջարկվում էր, շատ ավելի մեծ էր։ Սատանան նորից փոխում է գործողության վայրը, տանում է մի բարձր լեռ, ցույց է տալիս աշխարհի բոլոր թագավորությունները եւ դրանց փառքը եւ ասում է, որ այս ամենը քեզ կտամ։ Նա այստեղ վաբանկ է գնում։ Ինչ ունի չունի առաջարկում է Հիսուսին։ Գիտեք, ամեն մեկին սատանան իր գինն է առաջարկում։ Նա Հուդա ինչեր առաջարկի ամբողջ թագավորությունները եւ փառքը։ Նա Եսավին չառաջարկեց 30 արծաթ, որովհետեւ հասկացավ, որ մեկ աման ապուրը բավարար է, որպեսզի Եսավ իր անդրանիկությունը ծախի։ Նա Հուդային առաջարկեց 30 արծաթ եւ Հիսուսին չէր առաջարկի, որովհետեւ նա գիտի ամեն մեկի իր գինը եւ որն էր այդ գինը, նա ցույց է տալիս աշխարհի բոլոր թագավորությունները, ցույց տվեց, հաճախ այդ փորձությունները գալիս են աշկերի միջոցով։ Սատանայի փորձությունը մեծ խաբեություն է, որովհետև ինքը ինչ է անում, ինքը ցույց է տալիս փառքը, փայլը, ունեցվածքը, բայց երբեք ցույց չի տալիս, թե դրա ետևում ինչ է թաքնված։ Երբեք ցույց չի տալիս։ Եվ այստեղ Հիսուսը, եթե նկատեք, ավելի կտրուկ եւ խիստ է գործում։ Ավելի կտրուկ։ Եվ նա ասում է՝ հեռու գնա կամ հետից գնա սատանա, որովհետեւ նորից գրված է, նա գործածում է Աստծո խոսքը որպես հոգու սուրը, որովհետեւ գրված է քո ասուն կերկրպագես ու միայն նրան կպաշտես։ 3 դեպքերում էլ Հիսուսը մեջբերում արեց երկրորդ օրինաց գլխից։ Նրա տրամադրության տակ շատ ավելին կար, քան երկրորդ օրինաց գիրքը, բայց նա կարծես դրանով սատանային ուզում է հասկացնել, որ միայն մի գիրքն էլ է բավարար, որ ես քեզ հաղթեմ։ Նրանով դա սատանային ուզում է ցույց տալ, որ ես սպառազինությունների ռազմամթերքի պակասություն չունեմ։ Հին ուխտը ամբողջությամբ նրա տրամադրության տակ էր, բայց նա օգտվում է միայն երկրորդ օրինացից։ Ուշադրություն դարձրեք նաև հետևյալ բանի վրա, որ եթե նախորդ երկու փորձությունները քողարկված էին կամ փոքր ինչ քողարկված էին, այստեղ փորձությունը բացահայտ է։ Երկրպագիր ինձ։ Սատանայի նախորդ երկու փորձություններն էլ հենց դրան էին ուղղված, որ տանեն դրան, որ Հիսուսը փոխեր երկրպագության կենտրոնը, բայց այստեղ նա վաբանկ է գնում եւ պարզ ասում է ակնհայտ ձևով երկրպագիր ինձ։ Եվ Հիսուսի պատասխանը խիստ եւ կտրուկ չի քննարկվում։ Միանգամից տեղում պետքա մերժում ստանա։ Գիտեք, որոշ փորձություններ պետքա անմիջապես մերժվեն, անմիջապես։ Ոչ թե այսպես ես կգնամ կաղոթեմ, Աստծո խոսքը տեսնեմ ինչ է ասում, տեսնեմ Աստծո կամքը կփնտրեմ, աղոթքի մեջ միգուցե Աստված խոսի, պատասխանը արդեն այստեղ գրված է։ Քո Տեր Աստծուն պետք է միայն երկրպագես, պետք չի որ գնաս աղոթես դրա համար։ Շատ արագ եւ կտրուկ պետք է գործել։ Սրանից հետո դուք գիտեք պատմությունը, սատանան թողում է Հիսուսին, գնում է եւ նա բոլոր սրբերի, ոչ միայն Հիսուս Քրիստոսի, այլ բոլոր սրբերի, բոլորի թշնամին է, բայց ես ուզում եմ ասել, որ նա պարտված թշնամի է։ Հիմա ես կուզենամ մի քանի բան էլ ասեմ, թե ինչպես պետք է մենք կիրառենք Աստվածաշունչը, ինչպես կիրառել, գործնական մի քանի բան։ Ամենից առաջ մենք պետք է խորը հարգանքով մոտենանք Աստծո խոսքին։
խորը հարգանքով, որովհետև Սպերջենն է ասում է արհամարել գրվածքը նշանակում է զրկվել նրա պաշտպանությունից։ Եթե դու արհամարում ես գրվածքը, դու նրա պաշտպանությունից զրկվում ես։ Եթե մենք ուզում ենք կիրառել Աստծո խոսքը նման իրավիճակներում, դժվար իրավիճակներում, այն պետք է հասանելի լինի մեզ, մեր ձեռքի տակ պետք է լինի, մեր լեզվի վրա պետք է լինի։ Մենք պետք է ճշգրիտ իմանանք Աստծո խոսքը։ Հիսուսը չասեց, կարծեմ երկրորդ օրինացում ինչ-որ ասես մի հատ բան կար գրած, կարծեմ միտեղ կար գրված, այն հստակ գիտեր խոսքը եւ հստակ կիրառում էր այդ խոսքը։ Աստծո սուրը, Պողոս առաքյալն ասում է, որ Աստծո խոսքը, հոգու սուրը մենք պետք է կիրառենք միայն սատանայի դեմ, ոչ թե մեր եղբայրների եւ քույրերի դեմ։ Ցավոք սրտի երբեմն նկատում ես, որ Աստծո խոսքով երկու քրիստոնյաներ իրար հետ կռվում են։ Գրված է, մյուսն է պաշտպանվում է եւ ասում է, գրված է, հաջորդ հարվածն է հասցնում։ Եվ գրվածներով իրար վիրավորում են կամ իրար տալիս են, կտրում են, որի վերքերը երկար ժամանակ չի բուժվում։ Աստծո խոսքը, հոգու սուրը պետք է միայն կիրառել սատանայի դեմ, երբ որ նա բացում է իր բերանը, պետք է ուղղակի նրա կոկորդը մտցնել եւ ոչ թե եղբոր սիրտը։ Ես հիշում եմ մի այսպիսի պատմություն էր եղել Անգլիայում 18-րդ դարում, որ մի եղբոր ուզեցել էին հանդիմանել, սխալ բան էր արել, ուզեցել էին հանդիմանել, իր Աստվածաշնչի մեջ մի հատ քորոց էին այդ համարի վրա մցրել, գնացել էր տուն, բացել էր, տեսել էր քորոցը, ասել էր, ով է այս համարի վրա քորոցը մցրել, կարդացել էր այդ խոսքը եւ հասկացել էր, որ դա հանդիմանություն է, եւ հետո հիշել էր, թե ում տանն է եղել, որ եղբոր տանը, եւ այդ եղբայրն էր, որ քորոցը դրել էր այդտեղ, ինչքան նրբանկատ ձևով, առանց վիրավորելու, առանց կտրելու, առանց ցավացնելու, եւ այդ եղբայրը հանդիմանվել էր այդ խոսքից։ Մենք պետք է, եթե ուզում ենք ինչ-որ մեկին անգամ Աստծո խոսքով խրատել, հանդիմանել, մենք պետք է շատ նրբանկատ լինենք, որ այդ քորոցը ոչ թե մարդու մարմնի վրա կամ մարդու սրտի մեջ մտցնենք, այլ նրա Աստվածաշնչի մեջ միգուցե դնենք։ Եվ ես շուտով կավարտեմ այս պատգամը եւ ես կուզենամ, որպեսզի մենք նորից վերադառնանք Ովսե մարգարեին 8-րդ գլխի 12-րդ խոսքի երկրորդ մասին, որտեղ գրված է. սակայն դրանք օտարոտի համարվեցին։ Ես գրեցի ձեզ, կամ նրանց գրված է գրեցի նրանց իմ բյուրավոր օրենքները, սակայն դրանք օտար բան համարվեցին։ Սա շատ ցավալի, սիրելի քույրեր եղբայրներ, շատ ցավալի խոսք է, որ երկնքից գալիս է, Աստված գրել է իր խոսքը, սակայն դա օտար մի բան է համարվել իր ժողովրդի համար։ Արդյոք այսօր հարց եմ տալիս, բայց ես չեմ ուզում, որ այդ հարցին դուք ձեր նստած տեղից պատասխանեք, դուք ինքներդ ձեր մեջ այդ հարցին պատասխանեք, արդյոք Աստծո խոսքը ձեզ համար հարազատ մի բան է, թե այն օտար մի բան է դարձել։ Արդյոք մենք կարդում ենք Աստվածաշունչը, թե ուղղակի կիրակի փոշին մաքրում ենք կամ դարակից հանում ենք, տանում ենք օդափոխության մեզ հետ եկեղեցի, հետո հետ ենք բերում, դնում ենք իր տեղը, պատվավոր տեղը եւ ամբողջ շաբաթ այդպես էլ մնում է։ Ես մի հատ հետաքրքիր պատմություն եմ հիշում, որ տարիներ առաջ գնացել էին մարզերից մեկը եղբայրները եւ մտել էին մի տուն, որպեսզի ավետարանային տանը տեսել էին Աստվածաշունչ, մեկը մոտեցել էր եղբայրներից, մեկը ասել էր, ինչ լավ է դուք Աստվածաշունչ ունեք, ուզեցել էր ձեր տար, այդ տանտեր եկել էր ձերքի խփել էր, ասել էր մի կպի մեջից օրհնությունը կգնա, բարաքյաթը կգնա, մի կպի այդ Աստվածաշունչին։ Շատերը մտածում են, որ Աստվածաշունչը դնեն իրանց տան մի պատվավոր անկյունում, դա պետք է այդ խոսքը իրանց պահի, իրանց օրհնի, այդպես չի լինում։ Հետընթացը Սպերջենի խոսքերն է, սկսվում է փոշոտ Աստվածաշնչերից։ Նկատի ունի, որ մենք չենք բացում, փոշոտվում է, այնքան չենք կարդում, որ մնում է այդպես փոշոտվում է։ Ինչպես ես դու վերաբերվում քո սուրբ գրքին,
Արդյոք դու կարդում ես, արդյոք դու բավականաչափ ժամանակ ես հատկացնում այն, ինչ Աստված գրել է, թե ոչ։ Հաճախ մենք Աստծո խոսքը գիտեք ինչպես ենք կարդում, այսպես ենք կարդում, դե Տեր Աստված, մի խոսք տուր, ամբողջ շաբաթը չենք կարդացել, ամբողջ շաբաթ մատը մատին չենք տվել մեր ու գալիս ենք, ասում ենք Տեր Աստված, երկնքից մի խոսք տուր, ես հիմա կբացեմ Աստվածաշունչը, մատս կդնեմ միտեղ, աշկերս կփակեմ, մատս կդնեմ միտեղ, հետո կկարդամ, դա ինձ համար խոսք կլինի։ Այդպես մեկը փորձում է այդպես անել, գալիս ասում է Տեր, երկնքից մի խոսք տուր, երկնքից մի խոսք տուր, մատը դնում է եւ այնտեղ գրված է Հուդան գնաց իրեն կախեց։ Վախեցած ասում է Էս ինչ էր, սա պատահականություն էր, սա պատահականություն էր, չի կարող այսպիսի բան լինել, փոխում է տեղը, համարը փոխում, ասում է Տեր, խնդրում եմ, խոսք տուր ինձ համար, նորից մատը դնում է, աշկերը փակում է, մատը դնում է եւ այնտեղ գրված է, գնա եւ դու էլ այդպես արա, ասում է սա էլ արդեն զուգատիպություն էր, նա պատահականություն էր, սա զուգատիպություն։ Երրորդ անգամ պետքա փորձեմ, էլի աշկերը փակում է, երկնքից խոսք է ուզում, մատը դնում է եւ այնտեղ գրված է լինում, ինչ որ անելու ես գնա արագ արա։ Հիմա արդյոք մենք այդպես ենք կարդում մեր Աստվածաշնչերը, չի աշխատում, ես հետ եմ ուզում ասել, չի աշխատում այդպես։ Եթե դու չես խորհում Աստծո խոսքի վրա, եթե դու չես խորհրդածում, ժամանակ չես անցկացնում Աստծո խոսքի հետ, դա այդպես չի աշխատելու։ Մենք չենք կարող այդպես միստիկ կամ կամայական ձևով մոտենանք Աստվածաշնչին կամ միստիկ բաներ փնտրենք Աստվածաշնչի մեջ։ Շատերը կան ասում այդ նոմերոլոգիա կոչվածը բերեն մտցրել են Աստվածաշնչի մեջ։ Եվ այդպիսի մի պատմություն կար, որ մի զույգի եկեղեցու հովիվներեն հրավիրում է հաղորդավարը, որը նույնպես քրիստոնյա է եւ հոգեվոր հաղորդում է, քրիստոնեական հաղորդում է վարում, հրավիրում է իր մոտ, որպեսզի պոդկաստ անցկացնեն, եւ այս հաղորդավարը ասում է, գիտեք, ես ծնվել եմ 1926 թվականին եւ դրա համար իմ խոսքը Մատթեոս ավետարանի 19-րդ գլխի 26-րդ համարն է։ Եվ այնտեղ գրված է. մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծո համար ամեն բան հնարավոր է։ Սա իմ կյանքի համարն է, որովհետեւ ես ծնվել եմ 1926 թվականին։ Եվ հյուրին հարցնում է, ասում է, բա քո խոսքը ո՞րն է։ Հյուրը դե չգիտի ինչ ասի, ասում է, ես է ծնվել եմ 1936 թվականին եւ կնգան բզում ասում է, հələ կարդա Մատթեոս 19:36-ում ինչ է գրած, կինը ասում է, չկա 36 համար, 19-րդ գլուխ կա, բայց 36 համար չկա, ասում է, դե անցի մյուսը Մարկոսն է, որտեղ 16 գլուխ է, այսինքն 19 գլուխ չկա։ Եվ մնում է Ղուկասը, ասում է, հələ կարդա, շուտ կարդա, տեսնենք իմ կյանքի համարը ո՞րն է, իմ կյանքի խոսքը ո՞րն է, եւ կինը կարդում է Ղուկաս ավետարանի 19:34-ից, որտեղ նա ծնվել է 1934 թվականին։ Տերը դրա կարիք ունի։ Եվ ուրախանում է ամուսին, ասում է, այո, դա իմ խոսքն է, Տերը իմ կարիք ունի, Տերը իմ կարիք ունի։ Եվ կինը, որ այդ ընթացքում շարունակում էր կարդալ դրան նախորդող եւ հաջորդող խոսքերը, ասում է, ոչ, այստեղ ավանակի մասին է գրած։ Քո մասին չի գրած։ Սա ինչ եմ ուզում ասել, որ կամայական ձևով, միստիկ ձևով Աստվածաշնչին մոտենալ այդ շատերը մոտենում են ցավոք սրտի հորոսկոպի նման։ Եվ եթե կարող եք, ես ավարտում եմ, կարող եք արդեն նվագել։ Եվ որպես վերջաբան ես կուզենամ ասեմ, որ Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը, որ Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ։ Ոչ միայն բնակվի ձեր մեջ, այլ առատությամբ բնակվի ձեր մեջ։ Բայց որպեսզի նախ եւ առաջ բնակվի մեր մեջ, այն պետքա մտնի մեր մեջ, ոչ թե հյուր լինի, բնակիչ լինի, ոչ թե հյուր։ Հաճախ Քրիստոսի խոսքը անցնում է մեր դռան առջևով կամ թակում է դուռը կամ մեր պատուհանից անցնում է, բայց չի բնակվում մեր մեջ։ Նորից պետք է ես մեջբերում անեմ աշխարհարչակ քարոզիչ Չարլզ Սպերջենի, որ ասում էր, կշտացնում է այն հացը, որը ուտում ես, ոչ թե այն հացը, որ սեղանին է դրված։ Դեղը, որ դրված է եւ դու չես օգտագործում, որևէ օգուտ քեզ չի տալու։ Ես այսօր
իմ նպատակը այս падգամի ես մի նպատակ ունեմ, ասում եմ, Տեր, եթե ես կարողանամ փոքր ինչ քո ժողովրդին ցույց տալ Աստվածաշնչի կարևորության, հզորության, անսխալականության մասին, ուրեմն ես փոքր ինչ հաջողել եմ այսօրվա падգամը։ Ես հաճախ, երբ որ բեմից ես շատ չեմ քարոզում, բայց որ իջնում եմ, առաջի կինս գիտի, առաջի իմ զգացողությունները նա է, որ ես ձախողվեցի, ես չկարողացա ներկայացնել Տիրոջը, ինչպես որ պետք է ներկայացնել նրան։ Բայց եթե ես ուրախ կլինեմ, եթե այսօր մի փոքր ձեր մեջ ցանկություն առաջացրած լինեմ, որ դուք գնաք այսօր կապվեք ձեր Աստվածաշնչերի հետ։ Հիշենք Ովսե մարգարեին, նորից հիշենք, նա ասում է, ես գրեցի, սա հորից մեզ գրված նամակ է, եւ մենք, եթե չենք բացում դա, շատ ցավալի մի բան է դառնում։ Նաեւ կուզենամ մի գործնական բան ասել, եթե դուք ուզում եք մաքսիմալ օգուտ քաղել Աստվածաշնչից, կարդացեք այն խորհրդածելով։ Միգուցե դու քիչ կարդաս, բայց մտորես դրա շուրջ, խորհրդածես։ Դու կարդացիր այն գնաց քո ներսը, խորհրդածելը դա մարսողության գործընթացն է։ Եթե այսօր դուք չեք կարդում Աստվածաշունչը, կամ Աստվածաշնչի միայն հայտնի հատվածներն եք կարդում, բայց որոշ հեղինակների անուններ անգամ չգիտեք, երկինք գնաք խնդիրներ եք ունենալու երկնքում։ Սա որպես աստվածաբանություն մի ընդունեք, սա փոքր ինչ հումորային ընդունեք։ Պատկերացրեք, գնացել եք երկինք ու դու Աստվածաշնչի հեղինակներին չգիտես, Պետրոսը գալիս է քեզ դիմավորում է երկնքում, դու արդեն երկնքում ես, ինքը ցույց է տալիս վերին Երուսաղեմը, դրախտը, եւ հետո գալիս ասում է ծանոթացիր եղբայր Սոփոնյան է։ Դու ձեռքը տալիս ես Սոփոնյային, Սոփոնյան ասում է ուրախ եմ Սոփոնյա, կարդացել ես իմ գիրքը, ու դու այդտեղ ասում ես Սոփոնյա, առաջի անգամ եմ լսում Սոփոնյա, ես Մաթեոսին գիտեի, Պողոսին գիտեի, Ղուկասին գիտեի, Մովսեսին գիտեի, Դավթի Սաղմոսները գիտեի, Սոփոնյա, հետո ասում է ծանոթացի էս մի եղբոր հետ։ Այդ եղբայրը ասում է շատ ուրախ եմ որ դու այստեղ ես, Աբդիա, դու կարդացել ես իմ գիրքը, դու ասում ես չեմ էլ լսել։ Գաղափար անգամ չունեմ, որ այդպիսի գիրք գոյություն ունի Աստվածաշնչի մեջ։ Մենք ծիծաղում ենք սրա վրա հիմա, բայց իրականում սա ողբերգություն է։ Եթե մենք Աստծո խոսքը չգիտենք։ Ես գրեցի, Տերն ասում է ես գրեցի, նա գրեց, նա կարող էր չգրել։ Ես փառք եմ տալիս Աստծուն, որ նա գրել է, որ մենք ունենք այս խոսքը։ Փառք Աստծուն, նա կարող էր չգրել, չուղարկել, եւ նա արդար կլիներ իր բոլոր քայլերի մեջ։ Ես կուզենամ, որ մեզանից յուրաքանչյուրը շատ ժամանակ անցկացնենք մեր Աստվածաշնչերի հետ, որ այն դառնա մեր ընկերը, մեր ուղեկիցը, մեր բարեկամը։ Եվ ուզում եմ, որ այսօր ամեն մեկիդ հիմա հանդիպման եմ հրավիրում։ Երեկոյան, երբ որ գնաք ձեր տները, խնդրանք, բացեք Աստվածաշունչը, եւ ես վստահեցնում եմ ձեզ, եթե դա չլինի, կգաք ինձ կնախատեք, կհանդիմանեք, կասեք, արեցինք չեղավ, բացեք ձեր Աստվածաշունչը եւ կարդացեք եւ այնտեղ դուք հանդիպում կունենաք Հիսուս Քրիստոսի հետ։ Փառք Տիրոջը ամեն բանի համար։